Պարոն Քոչարյան, ասացիք, որ փաստորեն սոցիոլոգիական հարցումներով կորոշեք, թե ով է լինելու ըստ երևույթին ձեր դաշինքի ղեկավարը, ցուցակի առաջին համարը եւ ըստ էության վարչապետի թեկնածուն, բայց մինչեւ այդ սոցիոլոգիական հարցումները ես ուզում եմ հասկանալ ձեր վերլուծությունը եւ անձամբ ձեր հաշվարկները ինչ են ցույց տալիս, ձեր թիմը ավելի մեծ հնարավորություններ կունենա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, եթե դուք առաջնորդեք թիմին, այսինքն դուք լինեք վարչապետի թեկնածու, թե եթե զիջեք ձեր այդտեղը ձեր թիմից մեկ այլ անձի եւ հենց դա պիտի բարձենք։ Դուք չունեք ձեր հաշվարկները, ձեր վերլուծությունն եմ սոցիոլոգիական հարցումների մի կողմ թողած, ես ձեր հաշվարկներն ու վերլուծությունն եմ ուզում իմանալ, հիմնվելով ձեր այդ մեծ փորձառության վրա։ Եվ նաև ինչպիսի դուք ասացիք ահռելի համագործակցության հնարավորություն կա, ինչպիսի խոշոր դաշինքներ եք տեսնում այս պահի դրությամբ եւ որոշակի տեսլական արդեն ունեք նոր խորհրդարանի կազմի վերաբերյալ։ Շնորհակալություն։ Չունեմ այդ տեսլականը, ավելի ճիշտ մենք քննարկումների մեջ ենք եւ ես կոռեկտ չեմ համարում հիմա հնչեցնել մեր քննարկումների բովանդակությունը, որտեղ ուղղակի ընթացք է գնում եւ վերջնական լուծումը ես կրկնեմ մենք ունենալու ենք փետրվար ամսին։ Այսօր այն հրապարակումները, որոնք այլ լրատվամիջոցներում կար, այլ սոցիոլոգիական ուսումնասիրությունների առումով ցույց է տալիս, որ դեռ այո ես եմ այն հավանական, ավելի մեծ հավանական տեխնացուն, որը գլխավորի ցուցակը։ Սա այսօրվա վրա այդպես է, բայց վերջնական որոշում կայացնելու համար պետք է ինքս հասկանամ ինչքանով է սա արդյունավետ լինելու ամբողջ թիմի համար։ Ասեմ, մենք հիմա գնում ենք ընտրությունների ավելի լավ դիրքերից, քան դա եղել է 21 թվականին։ Երբ 21 թվականին սկսել ենք այս process-ը նախընտրական եւ եթե համեմատենք այն ժամանակվա վարկանիշային, այսպես ասենք, տվյալները, հիմա ավելի լավ վիճակում ենք, քան եղել այն ժամանակ։ Կոնկրետ դաշինքի առումով։ Եվ կարող եք ասել ինչ մեթոդաբանությամբ է այդ սոցիոլոգիական հարցումներն իրականացվելու։ Ես հսկայական փորձ ունեմ ամեն ինչում, երևի բացի ամբողջ Հայաստանում են իրականացվելու այդ ինչպես է դա տեղի ունենալու, ինչ որ ընտրանքային պրոֆեսիոնալ սոցիոլոգները մենք չենք անելու, մենք ուղղակի պայմանագիր ենք կնքելու ընկերության հետ, այդ ընկերությունը անելու այդ ուսումնասիրությունը եւ մեզ տրամադրի։ Եթե ձեր բանազդը ձեր ուրիշ բան է ասում, օքեյ։ Չէ, մենք ունենք թարմը պետք է լինի ուղղակի փետրվարին։ Բայց ուրիշները հրապարակում են եւ կարծում եմ դուք էլ ծանոթ եք, որ ինչ ուժեր են լինելու ընդհանրապես չեմ ուզում ուրիշ ուժերի անուններ տալ, ամեն մեկը ունի իր մարտավարությունը։ Ես մեկ անգամ ասել եմ, որ ձևավորված արդեն կա երկու խոշոր միավոր եւ լիքը մարդիկ ինձանից նեղացել են, թե ինչի երկու հատ, մինչև ավելի շատ, դրա համար այս անգամ զերծ կմնամ այդ կարգի հայտարարություններից։ Բայց իրատեսականը այսօր 3-ից 4 միավոր, ես տեսնում եմ դրա հնարավորությունը։ Բոլորին sense մի ցուցակի մեջ տեղավորել չի լինում, չի տեղավորվում։ Չեն կարող իրար չընդունող, իրար հետ խնդիրներ ունեցող լուրջ հակասություններ ունեցող մարդիկ հայտնվել մեկ ցուցակում դժվար է, որովհետև հակասությունները ոչ միայն այդ երկու անձի միջև է, այդ երկու անձի կողմնակիցների նաև տրամադրությունները հսկայական նշանակություն ունեն։ Ես չեմ ուզում օրինակներ բերել, եւս այսպես ասենք, այս նախընտրական շրջանում չսերելու համար ընդդիմադիր դաշտում հարաբերությունները։ Եվ քանի որ ասացիք նույն ամենայն հավանականությամբ նույն ֆորմատով կմասնակցեք, Հայաստան դաշինքի այսօրվա այդ կազմից դուրս նոր դեմքեր կընդգրկվեն ապագա դաշինքում ձեր առաջնորդած։ Այո, որոշակի թարմացում լինելու է, սա նաև կյանքը ցույց տվեց, որ ուղղակի պետք է դա անել։ Մենք ունենք լավ ակտիվ ձևավորված թիմ, բայց անկասկած նաև նոր մարդիկ են հայտնելու այդ թիմը եւ ցուցակում։